Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսին պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո Հայաստանի կառավարությունը սկսեց Մարգարայի անցակետի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն ամբողջությամբ ավարտվել են։ Այս պայմանավորվածությունը, սակայն, մինչ օրս ավելի քան 3 տարի անց կյանքի չի կոչվել։ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան Երևանի հետ հարաբերությունների զարգացման, այդ թվում սահմանի բացման նախապայման է դնում հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքը։ Նախորդ շաբաթ Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիրի նահանգապետն ու այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ այցելել են Թուրքիա-Հայաստան սահմանի Ալիջանի անցակետ, ուսումնասիրել անցակետի տեխնիկական ենթակառուցվածքներ ստեղծելու պայմանները։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ արդեն ժամանակն է, որ լինեն շոշափելի առաջընթացներ գետնի վրա։ Մինչ այդ հայաստանյան մամուլը գրում էր, որ սահմանը դիվանագիտական անձնագիր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար բաց կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։ Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում քաղաքացիներից հետաքրքրվել, ինչպես են վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը, ինչ ռիսկեր եւ հեռանկարներ են տեսնում։ Երևի լավ, ընդհանրապես փակ սահմանները ոչ մեկին էլ ձեռ չի տալիս, բայց ընդհանրապես կա բաներ, որ մենք չտուժվենք դրանից։ Այսօր սահմանների բացումից մեր գյուղատնտեսական բոլոր ոլորտը կվերանա երևի, որովհետև իրանք սուբվենցիոն ծրագրեր ունեն, մեզ այդ ծրագրերը չունենք։ Իսկ հիմա նայում ես, մենք գյուղատնտեսության նախարարություն չունենք, դրա վերջը ինչ պիտի լինի, ոչ ոք չգիտի։ Չէ՞ որ ժողովրդի 40%-ը դրանով է զբաղվում։ Այսօր որ դա չանեն, ընդհանրապես առանց ոչ մի բանի կմնան։ Հետաքրքիր է, էլի։ Իսկ ընդհանրապես բաց սահմանները բոլորիս էլ ձեռ է տալի։ Մեծ հաջողություններ չենք հասնի ընդհանրապես Թուրքիայի հետ մանավանդ։ Թուրքիան ձեռ չի մեկնում մեր հետ ընկերություն անելու։ Ամեն ինչը կապում Ադրբեջանի հետ։ Ադրբեջանն այսօրվա օրով մեր զինվորներին թույլ չի տալի հետ գան։ Դա էլ ոչ մի բան հետ կապված չի։ Թուրքերի հետ կան ապրեն, բայց որ ասուկանքն է կլինի տես, չէ։ Չեմ կարող ասել։ Բացումա, բայց չգիտեմ, աստված տա լավ լինի էլի։ Թող այս տարի գոնե խաղաղ տարի լինի ամբողջ աշխարհին, մեզ էլ հետ է։ Ամենակարևորը։ Մեր սահմանը 15 թվականից է փակված, Եղեռնից հետո։ Իսկ ով է պատրաստում որ բացի։ Իշխանությունները։ Մեզ իշխանություն ունենք։ Մենք կարող ենք ասել, որ մեր իշխանությունը դա մի ոհմակ է, որի ղեկավարն էլ աշխատում է Էրդողանի եւ Ալիևի հանձնարարությամբ, կամակատար։ Շատ վատ։ Ինչու՞։ Որտեղ թուրքերը մեր ճշտամիներն են։ Դրական բաց չեմ տեսնում։ Շատ վատ իհարկե։ Ինչու ինչ ռիսկեր կլինեն։ Չգիտեմ։ Լավ չենք պատկերացնում։ Այդպես բան չկա, այժմ։ Կարծում եք չի բացվի սահմանը։ Չէ։ Չեմ ընդունում, չեմ ուզում։ Ինչու ինչ ռիսկեր կլինեն։ Կամ դրական կողմեր կլինեն, թե ոչ։ Կարող է լինեն, բայց ես չեմ նախընտրում, որ թուրքերի հետ ինչ-որ կարելի է հարաբերություններ ունենալ։ Չպիտի բացվի այդ սահմանը։ Ինչու։ Ոնց ինչու։ Բարեկամացանք թուրքերի հետ։ Դե իշխանություններն են ուզում բացել։ Իշխանությունները կգնան, մյուսները կգան։ Եթե չպիտի բացվի սահմանը։ Ինչ վտանգներ կլինեն։ Միջանցքնել են նրանք ուզում։ Եվ ինչ շարունակեն պատմությունը ոնց ա եղել ու ոնց ա գնում նժդերից սկսած միջև օրերս։ Թուրքերը լրիվ կլցվեն Հայաստան։ Ես չգիտեմ ոնց է լինելու, ես դեմ եմ։ Շատ է ճիշտ են։ Չգիտեմ։ Մամուլը գլուխը պատն է տալի, բացողն էլ հետ։ Հայ-թուրքական սահմանը փակ չի եղել, այդ մենք եք քնած եղել։ Շատ վատ։ Ինչ ռիսկեր կամ հեռանկարներ եք տեսնում։ Ճիշտ ասած չգիտեմ, բայց թե մեր համար որ լավ չի լինի, չգիտեմ։ Կներեք էլի թույլ տվեք չպատասխանեմ, այնքան ցավոտ այդ ամեն ինչը։ Դրական։ Ինչ ռիսկեր հնարավոր է լինեն։ Կամ ինչ հեռանկարներ։ Պատերազմից լավ է հաստատ։ Փակ սահմաններում պետք։ Բնականաբար նորմալ չի, չպատասխանեմ։